Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է։ Հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար բժիշկ ռադիոլոգ Անի Հակոբյանին։ Բարև ձեզ, բժշկուհի, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Բժշկուհի, ուզում եմ այսօր խոսել մի թեմայի մասին, որը եթե միջև վերջին տարիների հիմնականում կանանց մոտ էր հայտնաբերվում եւ դրա մասին ենք խոսում, կրծքագեղձի քաղցկեղի մասին է խոսքը, հիմա տղամարդկանց մոտ էլ փաստորեն կան դեպքեր եւ փորձենք մեր հանրությանը մատչելի լեզվով հասկացնել, թե ինչու գնալ բժշկի, որտեվ երբեմն երկընտրանքի առաջ են գնալ թե չգնալ, ֆինանս կա գնալ թե չգնալ, կամ վախենում են գնանք, մի խոսքով, ինչպես անենք, որ կանայք եւ ընդհանրապես տղամարդիկ են, որտեվ նրանց էլ է չէ, շատ բարդ բժշկի տանելը եւ հասցնելը, որ դեպքում պետք է շատ անմիջապես արագ որոշում կայացնեն եւ դիմեն բժշկին։ Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ բարդ հիվանդություն ամբողջ աշխարհում եւ միակ մեթոդը, որ հնարավորություն է տալիս հաղթահարել կրծքագեղձի քաղցկեղը, դա վաղ ախտորոշումն է։ Իսկ վաղ ախտորոշման համար պետք չէ սպասել, որ կլինիկական դրսևորում լինի, որ կրծքում շոշափվի գոյացություն կամ մաշկը ներքաշվի, որպեսզի կինը դիմի հետազոտության։ Ինչ վերաբերվում է տղամարդկանց, այս խնդիրը տղամարդկանց խնդիր է, բայց 100 անգամ ավելի պակաս է հանդիպում, քան կանանց մոտ։ Միակ բարդությունը նրանում է, որ տղամարդիկ երբեք չեն մտածում, որ կարող են ունենալ կրծքագեղձի քաղցկեղ։ Անգամ բժիշկը, ում դիմել են առաջի օղակի բժիշկները, տղամարդը առաջին միտքը երբեք չի լինում, որ դա կրծքագեղձի քաղցկեղն է։ Եվ տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի բարդությունը կայանում է նրանում, որ հայտնաբերվում է ուշ փուլերում։ Ընթանում է ճիշտ նույն կերպ, ինչպես կանանց մոտ, եւ մոտեցումը եւ վարման կարգը եւ բուժումը այնպես է, ինչպես կանանց մոտ։ Իսկ մեր կանանց պետք չէ, նորից եմ կրկնում, սպասել, որպեսզի կրծքագեղձի քաղցկեղը դրսևորվի։ Կրծքագեղձի քաղցկեղը չի առաջանում միանգամից։ Լինում են իհարկե բացառիկ կայծակնային տարբերակներ, բայց դրանք շատ բացառիկ են։ Հիմնականում կրծքագեղձի քաղցկեղը սկսում է լուռ եւ ընթացքում մենք ունենք փուլեր, որոնց հնարավոր է որսալ այն փուլում, երբ դեռ կինը անգամ չի կարող ենթադրել, որ իր օրգանիզմում զարգանում է այդ չարիքը։ Բժշկուհի, հիմա տեսեք, դուք ասում եք ամենակարևոր պայմաններից մեկը կանխարգելումն է, այսինքն ավելի լավ շուտ իմանալ եւ կանխարգել, քան թե հասնել վիրահատության։ Հիմա փաստորեն նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի վաղ ժամանակաշրջանում դրանք հայտնաբերել։ Քանի որ հայ-ամերիկյան կենտրոնի մասին ենք խոսում եւ ձեր հնարավոր ծառայությունների, ինչով է ձեր ծառայությունները տարբերվում մնացած բոլոր կլինիկաներից եւ ընդհանրապես ինչու դիմել հենց ձեզ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը այս կարևոր գործին լծվել է դեռ 1997 թվականից, երբ ոչ մեկ գաղափար չուներ ամեն դեպքում Հայաստանում, ինչ բան է մամոգրաֆիա։ Կար շատ մի հին սարք ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ես պատիվ եմ ունեցել այդ սարքը տեսնել, դա այժմյան մամոգրաֆիաների նախահայրն էր, որը ստանում էր ուղղակի ռենտգեն պատկերներ, որում շատ դժվար էր տարբերակել ինչը ինչոց է։ Եվ 97 թվականից, երբ հիմնվեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, հիմք դրվեց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործընթացին, հրավիրելով կանանց, առողջ կանանց հետազոտվելու։ Ամբողջ աշխարհում գործում են կանխարգելիչ ծրագրեր, մենք հիմք ենք ընդունել ամերիկյան քաղցկեղի ասոցիացիայի ծրագիրը եւ հրավիրում ենք մեր կանանց եւ աղջիկներին սկսել կրծքագեղձի հետազոտությունը 30 տարեկանից։ Երիտասարդներին մենք սկսում ենք սոնոգրաֆիկ զննությամբ եւ սոնոգրաֆիայից հետո եթե որևէ անհանգստացնող գանգատ կամ նշան չենք հայտնաբերում, կինը մամոգրաֆիկ զննության անցնում է 40-ից հետո։ 35-ից 40 տարիքային խմբում առաջարկվում է մամոգրաֆիկ զննություն, եթե ընտանիքում կա գենետիկ նախատրամադրվածություն կամ պլանավորվում է ուշ հղիություն
35-ից հետո կամ արտամարմնային բեղմնավորման խնդիր կա կամ հորմոնալ բուժման հարցեր, այսինքն այստեղ կան շատ կարևոր փոխգործակցություն մեր գինեկոլոգների, ուռուցքաբանների, որովհետև մենք առաջարկում ենք անպայման երիտասարդ աղջիկներին, որոնք պլանավորում են մայրանալ, այդ կարևոր հետազոտությունների շարքում ունենալ նաև կրծքագեղձի սոնոգրաֆիան, որովհետև մայրանալու պարագայում հղիության եւ կերակրման ժամանակ կրծքագեղձը կրում է այնպիսի փոփոխություններ, որոնք եթե նախորոք տեղյակ չենք, թե ինչ կա կրծքում, դժվար է կողմնորոշվել։ 40 տարեկանից հետո առողջ կանայք պարտավոր են մեզ այցելել ամեն տարի, եթե ամեն ինչ նորմալ է, 1 տարի արվում է միայն կրծքագեղձի սոնոգրաֆիկ զննություն, երկրորդ տարում արդեն մամոգրաֆիան եւ սոնոգրաֆիան միասին։ Մեր կենտրոնում մենք այսօր տիրապետում ենք աշխարհում ընդունված բոլոր առաջատար մեթոդներին, դրանք են թվային մամոգրաֆիկ սարքերը, 3D եւ շերտագրման հնարավորությամբ, միլիմետր առ միլիմետր կրծքագեղձը զննելու հնարավորություն ունենք, ապա գումարում ենք զննությանը սոնոգրաֆիկ զննությունը, եթե անհրաժեշտ է, միացնում ենք կոնտրաստային հետազոտության մեթոդները, դրանք կոնտրաստ մամոգրաֆիան է, որը նույն մամոգրաֆիկ զննությունն է, ուղղակի ներերակային ներարկվում է կոնտրաստ նյութը, որը հնարավորություն է տալիս ֆիքսել նոր ձևավորվող անոթավորման օջախը, որը հիմք է հանդիսանում քաղցկեղի ձևավորման համար։ Եվ մագնիտ-ռեզոնանսային տոմոգրաֆիան կրծքագեղձի, որը եւս աշխարհում համարվում է առաջատար մեթոդ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Բժշկուհի, ինչու ենք տարիքային բաժանումները անում, մինչև 30, 30-ից 35, 35-ից 40, որտեղ է այստեղ գաղտնիքը։ Ուրեմն կրծքագեղձը շատ յուրահատուկ օրգան է եւ տարբեր է ինչպես տարբեր մարդկանց մոտ, այնպես է նույն մարդու մոտ կրծքագեղձը կրում է տարիքային փոփոխություններ։ Մեկ մարդու մոտ ամսվա ընթացքում կնոջ մոտ մանկածնական տարիքում ցիկլի սկզբում եւ դաշտանային ցիկլի վերջում կուրծքը կրում է բացարձակ այլ պատկեր։ Ուստի երիտասարդ կրծքագեղձը դիտարկվում է այլ մեթոդով, հասուն կրծքագեղձին արդեն գումարվում է մամոգրաֆիկ զննությունը։ Այստեղ շատ կարևոր է բժշկի որոշումը։ Օրինակ մենք ունենք դեպքեր, երբ այցելուն գալիս է եւ նշում, իմ բժիշկը ասել է, որ ես պիտի անցնեմ միայն սոնոգրաֆիկ զննություն։ Եթե կինը 40-ն անց է, սոնոգրաֆիկ զննությունը բավարար չէ եւ կարող ենք ունենալ բաց թողում, որովհետեւ կրծքագեղձի քաղցկեղը հաճախականությունը մեծանում է տարիքին զուգահեռ։ Ամենից շատ մենք քաղցկեղի դեպքեր գրանցում ենք 60+ տարիքային խմբում։ Ուստի 40-ից հետո միայն սոնոգրաֆիա կարող է բաց թողել վաղ քաղցկեղը եւ նախաքաղցկեղը։ Իսկ շատ երիտասարդ կրծքագեղձի մամոգրաֆիկ զննությունը բավականին գեղձային կրծքում մենք ունենում ենք ռենտգեն խիտ կրծքագեղձ, որը մեզ հնարավորություն չի տալիս ունենալ այն պատկերը, ինչը որ ունենում ենք, ասենք 46-7 տարեկանում։ Բայց մենք ունենք դեպքեր, օրինակ 30 տարեկան քաղցկեղի կասկածի դեպքեր սոնոգրաֆիկ, որոնց եւս անցկացնում ենք մամոգրաֆիկ զննություն։ Այստեղ հարցը պետք է բաժանել երկու մասի։ Կանայք, որոնք հետազոտվում են կանխարգելիչ նպատակներով, որոնք առողջ են, չունեն գանգատ, ուզում են մնալ առողջ, եւ կանայք, որոնք ունեն խնդիր եւ հետազոտվում են։ Դրանք բացարձակ տարբեր մոտեցումներ են եւ իհարկե պետք է վստահել բժշկին, եթե բժիշկը նշում է, որ պետք է ունենալ մամոգրաֆիա, ապա լսել եւ անցնել այդ հետազոտությունը, որովհետեւ հավատացնում եմ ձեզ, մամոգրաֆիան փրկում է կյանքեր։ Բժշկուհի, խոսենք նաեւ նրա մասին, հղիությունը որքանով կարող է նպաստել այդ հիվանդության առաջացմանը։ Հղիությունը դա կնոջ կյանքում երևի ամենագեղեցիկ եւ ամենահեքիաթային, այո, իրավիճակն է եւ օրգանիզմը կրում է զգալի փոփոխություններ եւ քանի որ կրծքագեղձը հորմոն կախյալ է, իսկ հղիության ժամանակ մենք ունենում ենք հորմոնալ զգալի փոփոխություններ, ապա գեղձում մենք նկատում ենք գերաճի լուրջ վիճակներ եւ քանի որ կատարվում է գերաճ, կա հիպերպլազիա, ուստի օրինակ ամենասովորական ֆիբրոադենոմաները իրենք պետք է մեծանան եւ դա նորմալ է, կուրծքը չափերով մեծանում է, իսկ եթե մենք ունենում ենք կրծքագեղձում նախաքաղցկեղային վիճակ, ապա այդ պարագայում հղիությունը կարող է նպաստել այդ նախաքաղցկեղային պրոցեսի զարկին եւ առաջընթացին։
Այդ է պատճառը, որ մենք խնդրում ենք բոլոր մեր կանայք, ովքեր պլանավորում են հղիանալ 35 տարեկանից հետո, անպայման անցնել կրծքագեղձի զննություն, անցնել մամոգրաֆիա, որովհետև մամոգրաֆիկ զննությամբ մենք կարող ենք հայտնաբերել կալցիֆիկատներ, որոնք կարող են դառնալ հիմք, սկիզբ հղիության հորմոնների ազդեցությամբ քաղցկեղի ձևավորումը։ Ես չեմ ուզում իհարկե մեր ապագա մայրիկները սարսափեն կամ վախենան, ամեն դեպքում հղիություն պլանավորելուց առաջ պետք է ունենալ մամոգրաֆիկ զննություն։ Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ընդունված եզրույթ է, որ կինը պետք է հղիանա, առաջին հղիությունը պետք է լինի մինչև 30 տարեկանը։ Ինչքան շատ երեխաներ մինչև 35 տարեկան, այնքան մենք հեռու ենք քաղցկեղից։ Բայց դա չի նշանակում, որ 36-ում կինը չպիտի մայրանա կամ 40-ում չպիտի մայրանա։ Ուղղակի կան ռիսկի գործոններ, որոնցից պետք է զգուշանալ եւ պետք է ուղղակի հետազոտվել եւ լսել բժշկին։ Իսկ արտաքին միջամտությունները կարող են նորից խթանիչ դառնալ քաղցկեղի առաջացման համար։ Կինը ինքնաբավ է, երբ գեղեցիկ է, երբ հիմա շատ կանայք դիմում են պլաստիկ վիրաբույժներին եւ կարող եմ ուրախությամբ ասել, որ մենք Հայաստանում ունենք բավականին առաջ գնացած իրավիճակ պլաստիկ վիրաբուժությունում եւ շատ գեղեցկացած կանայք, բայց այստեղ եւս կա մի կարևոր հարց։ Պլաստիկ վիրաբուժությունից առաջ պետք է անպայման հետազոտել կրծքագեղձ։ Մենք ունենք քանի դեպքեր, երբ պլաստիկ վիրաբուժությունից առաջ ուղարկվել են հետազոտության, ասենք 38 տարեկան կինը, եւ մենք հայտնաբերել ենք նախաքաղցկեղ եւ կինը բրկվել է, բուժվել է, հետո էլի նորից անցել է իր պլաստիկ։ Այսինքն ամեն դեպքում այդ միջամտությունը չի արվում, եթե իրենք իրենց ձեռքի տակ չեն ունենում այդ մամոգրաֆիկ տվյալները, դա պարտադիր է։ Դա ճիշտ մոտեցում։ Եվ բացի այս, ասենք, կոսմետիկ վիրահատություններից եւ այլն, լինում են նաեւ տրավմատիկ դեպքեր, դրանք կարող են ինչ-որտեղ նպաստել կամ նորից խթանիչ հանդիսանալ վթարի դեպքում, հարվածի դեպքում կամ մի խոսքով։ Կրծքագեղձի տրավմաները եւս հանդիսանում են քաղցկեղի ռիսկի գործոն։ Սա էլի են պարագայում, երբ կրծքագեղձում արկա է նախաքաղցկեղային իրավիճակ, որը կարող է եւ զարգացում չապրել կնոջ ամբողջ կյանքի ընթացքում, բայց տրավմայի պատճառով դա սկսում է արդեն մեխանիզմի գործարկումը եւ բնականաբար քաղցկեղի առաջընթացը, բայց չկա կին, որ կրծքում տրավմա չունի, ուստի սարսափել, որ խփեցի կուրծքս, ես հիմա քաղցկեղ կունենամ, Հավլեցի պետք չէ եւ պետք է ուղակի հիշել, որ նույնիսկ տրավմա, եթե ունեցել եք, կա կոշտացում, կա հեմատոմա, թողեք թող process-ը անցնի, իհարկե այդ ժամանակ եւս պետք է դիմել կրծքաբանի, որպեսզի այդ process-ին օգնենք հեշտ անցնի, նոր դիմել հետազոտության եւ ունենալ կրծքագեղձի հետազոտության արդյունքներ։ Այդ հետազոտությունները միայն քաղցկեղն են ի հայտ բերում, թե կան նաեւ այլ հիվանդություններ, որ կարող է հայտնաբերվել։ Մենք հիմա քաղցկեղի վրա ենք շեշտադրում անում, բայց քանի խոսում ենք եւ մեզ լսողները բավականին շատ են, այնպես որ էլ ինչ կարող է հայտնաբերվել։ Կրծքագեղձում կանանց մեծ մասը նշում է ցավեր։ Եվ հավատացնում եմ ձեզ, կանայք ավելի շատ մեզ դիմում են կրծքագեղձի ցավի պատճառով, քան թե կոշտ քարանման գոյացության արկայության պատճառով։ Երբեմն որ գալիս են արդեն քաղցկեղի 4-րդ փուլում, իհարկե հիմա դրանք բավական քիչ են բարեբախտաբար, հարցիս ինչու չէիք դիմում այս վիճակում, պատասխանն է չէր ցավում։ Ցավը դա մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որը նպաստում է, օգնում է կնոջը, ստիպում է կնոջը դիմել հետազոտության։ Ցավի պատճառով կանայք գալիս են եւ շատ դեպքեր ունենք, երբ ենթադրենք ցավում է աջ կրծքագեղձը, մենք խնդիրը հայտնաբերում ենք ձախում։ Հիմնականում կրծքագեղձի ցավի մեծ մասը դա նյարդամկանային ոսկրային բնույթի ցավերն են, հիմնականում կրծքային ռադիկուլյար ցավերն են, շատ գործ անելուց, ծանրություն վերցնելուց, երեխա մայրիկները, երեխային գրկելուց, տատիկները կամ ձեռքերը շատ պրոֆեսիոնալ ձեռքի աշխատանքով զբաղվողների մոտ, այո, լինում է հիմնականում այդ կրծքային ռադիկուլյար ցավերը, որոնք սակայն բերում են կանանց հետազոտության եւ առիթ դառնում վաղ քաղցկեղի հայտնաբերման։
Բացի այդ ցավերից կրծքագեղձում կանայք ունենում են ամսական նախադաշտանային ցավեր, որոնք նորմալ հորմոնալ տեղաշարժի արդյունք են, եւ եթե տևում են նախադաշտանային շրջանում մի քանի օր եւ անցնում ցիկլից հետո, ապա անհանգստանալ պետք չէ։ Եթե այդ ցավերը ունեն շարունակական բնույթ եւ ազդում են կյանքի որակի վրա, ապա պետք է անպայման գալ հետազոտության, որովհետեւ դրանք դիսհորմոնալ իրավիճակներ են, այսպես կոչված մաստոպաթիաներ են, որոնք հիվանդություն չեն, վիճակներ են, եւ այստեղ ես կուզեմ անդրադառնալ հենց մեր կենտրոնում արկա շատ կարևոր մի խնդրի, դա թիմային աշխատանքն է, որովհետեւ հետազոտելով կրծքագեղձը, եթե մենք հայտնաբերում ենք, որ այստեղ ունենք օրինակ գինեկոլոգիական խնդիր, ապա գինեկոլոգի հետ հարցը լուծվում է, կրծքի ցավը անցնում։ Ունենք վահանաձև գեղձի խնդիր, վահանաձև գեղձի դիսֆունկցիան կամ ֆունկցիոնալ խանգարումները կարգավորվում են, կուրծքը նորից գալիս է նորմալ վիճակի։ Մեր կանայք շատ հաճախ ունենում են կրծքում կոշտացումներ, որոնց համար մեզ են դիմում։ Դրանցից մեկը օջախային մաստոպաթիաներն են, կիստաներն են, շատ հաճախ վախեցած, սարսափած գալիս են մեկ գիշերվա մեջ մեծ կոշտացման արկայությամբ, դրանք բորբոքային կիստաներն են։ Ամենահաճելի եւ ամենացանկալի վիճակները այդպիսի շոշափման պարագայում, որովհետեւ իրենք չեն չարորականում եւ շատ հեշտությամբ տրվում են բուժման։ Ֆիբրոադենոմաները կամ դրանք բարորակայացությունների մեծ խումբ են, մեր կանանց աղջիկների, երիտասարդ աղջիկների մոտ շատ հաճախ հանդիպող երևույթներ են, լինելով բացարձակ բարորակ, իրենք սակայն ունեն ուշադրության եւ անհրաժեշտ է ուղղակի հետեւել, հետազոտել եւ գտնվել կրծքաբանի հսկողության տակ։ Եվ ինքնաբուժումը ինչպես պետք է կանխել ինքնաբուժումը, հատկապես տարիքով ավելի մեծ կանանց մոտ լսում ենք, որ այս թռչոցը դրեցինք, այսպես արեցինք, այս հարևանին այս մի բան օգնեց։ Հիմա այդ համացանցում շատ տարբերակներ կան, ուսուցողական եւ այլը, ինքնաբուժմամբ են զբաղվում, որտեղ երբեմն էլ ասում են ճառագայթում է, կա նաև նման տեսակետ։ Այո, այդ միֆը, որ մամոգրաֆիան ճառագայթում է եւ սեղմում է եւ կարող է առաջացնել քաղցկեղ, ցավոք սրտի արմատախիլ օգտվենք, ասենք, որ ձեզ մոտ ցավոտ չի։ Արմատախիլ սիլիկոնի թաթիկներով, այնպես որ կարող են առանց վախենալու։ Միանշանակ նոր տեխնոլոգիան այնպիսին է, որ կարիք չկա կուրծքը սեղմել շատ, որովհետև զգայունությունը շատ բարձր է եւ անգամ ընդհանրապես հպելով երկու հարթակները կրծքագեղձին, մենք կարող ենք ունենալ հրաշալի պատկերներ շերտ-աշերտ ցննելու հնարավորությամբ 3 թեյով։ Այսինքն հատուկ սեղմել առանձնահատուկ կնոջը դիսկոմֆորտ պատճառել, մենք հազվադեպ դեպքեր է լինում, երբ ստիպված ենք ինչ-որ պատկեր ստանալ, փոքրիկ կարող է սեղմոցը տհաճություն պատճառել։ Ինչ վերաբերվում է ճառագայթմանը, այնքան ճառագայթում ենք ստանում, ինչքան օրինակ այստեղից Մոսկվա թռնելու ժամանակ բնական ճառագայթումը, որ մարդը ստանում է։ Այսինքն դրանք այնքան չնչին երևույթներ են, որոնք հաստատ չեն կարող վնասել մարդուն։ Ինչ վերաբերվում է ինքնաբուժմանը, այո, մեր հայկական մտածելակերպը ցավոք սրտի շատ բարդ է, օրինակ նույնը չեմ ասի ամերիկյան հասարակության, եվրոպական հասարակության, առիթ եմ ունեցել ներկա լինել տումր քաղցկեղային ժողովներին, երբ այցելուն հստակ ինչ ասվում էր, քայլը կատարվում էր։ Հայկական իրականության մեջ դու խոսում ես այցելուին, բացատրում ես անպայման մյուս այցելուի, մյուս բժշկի մոտ է վազում։ Մի քանի բժիշկների մոտ լինելով վերցնում է այն ինֆորմացիան, ինչը իրեն հաճելի է։ Օրինակ, նախորդ օրը ունեինք մի դեպք, երբ հայտնաբերել էինք նախաքաղցկեղային կուտակում կալցիֆիկատների, այցելուին առաջարկվել էր հաջորդական մոտեցումները, այցելուն հերթական բժիշկներից մեկի մոտ նորից գնացել անցել էր մամոգրաֆիկ զննություն եւ այդ հատվածը ուղղակի չէր ընկել պատկերի մեջ։ Եվ բնականաբար իրեն տվել էին բարորակ ախտորոշումը եւ ինքը երջանիկ վերադարձել էր մեր մոտ, ջղայնանալով, ինչու եք դուք ինձ դրել քաղցկեղի կասկած, եթե մյուս բժիշկը ինձ ասում է, որ քաղցկեղ չկա։ Բնականաբար Փառք Աստծո այսօր մենք բավականին լուրջ թիմ ունենք մամոգրաֆիկ ծառայության եւ զանգս իմ գոլեգային բացահայտեց, որ իրենց մոտ տեխնիկական խնդիր է եղել եւ ընդհանրապես կալցիֆիկատների այդ անհանգստացնող դաշտը չի ընկել։ Իսկ այլ արդեն խոսում է, որ մի փոքրիկ այդ
ոչ ճշգրիտ տվյալները արդեն կյանքի համար դառնում են վտանգավոր։ Այսինքն, եթե այս վիճակում մենք կարող ենք ընդհանրապես փոքրիկ վիրահատական միջամտությամբ հարցին լուծում տալ, այս պացիենտը լսելով բժշկի իրեն ականջահաճո ինֆորմացիան, սպասում է եւ հաջորդ կամ մյուս տարի կվերադառնա քաղցկեղով։ Բժշկուհի, եթե հիվանդին խորհուրդ տակ, մեկ խորհուրդ, որ անդադ իր ականջին նստածին, այդ խորհուրդը որը կլինի։ Մի վախեցեք։ Բժշկին դիմելուց չվախենալ։ Մի վախեցեք դիմել բժշկի, որովհետև այսօրվա բժշկությունը այնպիսի վիճակում է Հայաստանում, որ կարող է եւ իզորու է բուժել քաղցկեղը։ Իսկ մենք այսօր ի վիճակի ենք, եթե դուք կաք հետազոտության, թույլ չտալ քաղցկեղին զարգանալ։ Ինչու ունենալ քաղցկեղ, եթե կարելի է բուժել նախաքաղցկեղը եւ չհասնել քաղցկեղի։ Իսկ չհասնել քաղցկեղի նշանակում է խուսափել քիմիոթերապիայից, ճառագայթային թերապիայից, մեծածավալ վիրահատությունից եւ քաղցկեղ ունենալու դատավճռից։ Իսկ առողջ ապրելակերպը որքանով է նպաստում այդ ամենին, կինը կարող է ինքը իր կյանքը այնպես դասավորել, որ չհասնի այդ ամենին։ Ինչ խոսք, առողջ ապրելակերպը մեր առողջության ամենակարևոր գրավականն է, բայց ցավոք սրտի այս բարակայում կան դեպքեր, որ նույնիսկ առողջ ապրելակերպով ապրող կանայք կարող են ունենալ քաղցկեղ։ Այսինքն առողջ ապրելակերպը ապահովում է մեր ալկոհոլ չեն օգտագործում, ցավոք սրտի էլի խոցելի են։ Իհարկե բարձրացնում է ալկոհոլի օգտագործումը, ծխախոտը, ամբողջ օրը անշարժ նստած վիճակը, սոցցանցերում ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունենալը, բայց միևնույն է, ցանկացած կին խոցելի է, 8-ից 10-րդ կին խոցելի է քաղցկեղի համար եւ նորից եմ կրկնում, միակ մեթոդը, որը հնարավորություն կտա պայքարել քաղցկեղի դեմ, դա վաղ ախտորոշումն է, իսկ դրա համար դուք ուղղակի պետք է գաք եւ հետազոտվեք։ Բժշկուհի, դուրս կան կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Բժշկուի ամփոփենք փաստորեն, ճառագայթում չկա, վտավախնալու հարց չկա, մամոգրաֆիա կամ սոնոգրաֆիա անելու համար, տարիքայինը մեծ կլսեն նորից, կիմանան թե որ տարիքում հաճախել, այնպես որ կանխարգելել եւ չհասնել քաղցկեղի։ Հիմա, եթե հասնում ենք այն փուլին, որ պետք է լինի վիրահատություն, դա որ երբ է որոշվում, որն է լինում որոշիչը վիրահատության գնալ թե չգնալ։ Ուրեմն առաջ թույլտվեք ասել մինչև 2010 թվական համաձայնեք այն ինչ շոշափվում էր ենթարկվում էր վիրահատական միջամտության լիներ դա կիստա, ֆիբրոադենոմա, թե քաղցկեղ եւ բոլորին հայտնի է որ ցավոք սրտի գիտեինք որ մեր մոտ քաղցկեղի բուժումը արդյունք չի տալիս որ այն մարդիկ, ովքեր գնում են Եվրոպա, Ամերիկա առողջացած հետ են գալիս, իսկ մեր իրականության մեջ մենք հասնում ենք ցավոք սրտի վատավարտի։ Ինչու՞, որովհետև այդ ժամանակ դեռ չկար այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են հյուսվածքի իմունոհյուսվածաբանական հետազոտությունները։ Ավելի պարզ խոսեմ, ուռուցքի կենսաբանության որոշումը։ Որն է այն բանալին, որով որոշվում է վարման հետագա պլանը։ Այսինքն, երբ մենք ունենում ենք, ենթադրենք քաղցկեղի ախտորոշում կամ նախաքաղցկեղի ախտորոշում, իրավիճակը վարվում է հետևյալ կերպ։ Այցելուն ուղեգրվում է կրծքաբանի խորհրդատվության։ Կրծքաբանի խորհրդատվության ընթացքում որոշվում է բիոպսիայի տեսակը։ Լինի դա սոնոգրաֆիկ զննությամբ, թե մամոգրաֆիկ զննությամբ վակուում բիոպսիա, նայած որ մեթոդով է ուռուցքը ավելի տեսանելի, եւ կատարվում է այդ բիոպսիա կոչվածը։ Ցավոք սրտի բիոպսիան շարունակում է մեր հասարակության մեջ մնալ որպես սարսափելի ինչ-որ մի բան։ Նորից միֆ, որ կպան ուռուցքին նա տարածվելու է եւ չկա այդպիսի հասկացություն եւ ամբողջ աշխարհում քաղցկեղի բուժման բանալին դա բիոպսիայի արդյունքներն են։ Եթե չարվի բիոպսիա, արվի հաջորդականը միանգամից վիրահատություն, դա այսօրվա բժշկությունը համարում է մեծագույն սխալ։ Մեր ազգաբնակչությունը պետք է գիտակցի այդ փաստը, որ բիոպսիան դա կարևոր հետազոտություններից մեկն է։ Գտանք գոյացությունը, կրծքաբանը նշանակեց բիոպսիա, արվեց բիոպսիա։ Ուրեմն կրծքագեղձի քաղցկեղը ունի բազմաթիվ տեսակներ։ Եվ երբ ունենք այդ բացահայտված տեսակը, արդեն այդ տեսակը վարելը շատ հեշտ է, որովհետև ամբողջ աշխարհում գոյություն ունեն հատուկ պրոտոկոլներ, գործելակարգեր, եւ ամեն մի տեսակի համար կա հատուկ գործելակարգ։ Կարող ենք ունենալ ընդամենը 4 մմ-անոց քաղցկեղ, բայց այդ 4 մմ-անոց քաղցկեղը կարող է լինել այնպիսի ագրեսիվության, որ եթե մենք կատարենք վիրահատական միջամտություն, նոր անցնենք բուժման, չենք ունենա այն արդյունավետությունը, ինչ որ պահանջվում է նախավիրահատական քիմիայից հետո։ Այսինքն հանգստացնել այդ ագրեսիան նոր հետո հրաշք։ Լինում են դեպքեր, երբ ուռուցքը լինում է 2 սանտիմետր, բայց լինում է ոչ շատ ագրեսիվ, այսինքն այնպիսի կենսաբանական բնութագիր է ունենում, որի պարագայում ցուցված է վիրահատություն եւ կարող է եւ քիմիայի կարիք չլինել միայն հակահորմոնալ բուժմամբ եւ ենթադրենք ճառագայթային բուժմամբ, եթե կա ավշային հանգույցների ընդգրկում, դրանք էլի հետվիրահատական արդեն հյուսվածաբանական պատասխաններից է բխում, նոր անցնել բուժմանը։ Այսինքն բիոպսիան այն բանալին է, որով ճիշտ որոշվում է
վարման կարգ։ Բժշկուհի, ամեն դեպքում վիրահատության մասին, որ խոսում ենք, երբեմն լսում ենք մասնակի վիրահատություն, ամբողջական վիրահատություն, դա ինչպես է որոշվում եւ որ դեպքում է արվում, եւ արդյոք լինում է նաեւ ծանր որոշումներ, որ պետք է կայացվի եւ այդ մասին հայտնել հիվանդին։ Բժիշկը դա պետք է հիվանդի հետ լինի անկեղծ, թե պարտադիր չէ, որ նա իմանա իր վիճակը, որ ինչպիսին է։ Մինչև էլի երևի 2010 թվականը խստիվ արգելվում էր հիվանդի հետ ուղիղ խոսել, որ ինքը քաղցկեղ ունի։ Իհարկե այժմյան մեր պատասխանների մեջ էլ մենք միջազգային լեզվով ենք, բայրացներով ենք այցելուին տալիս պատասխանը եւ բացված չարորակուռուց կամ քաղցկեղցի ագնես երբեք այցելուն իր ձեռքը չի ունենում, որովհետև մեր ռադիոլոգներիս համար շատ դժվար է ախտորոշող բժիշկների համար, որտեղ մենք ստիպված ենք առաջինը այցելուին հայտնել այդ լուրը։ Բայց այսօրվա հաջողությունների պարագայում, երբ մենք գիտենք, որ քաղցկեղը բուժելի է, շատ ավելի հանգիստ կարողանում ենք այցելուի հետ խոսել, քննարկել եւ բացատրել իրավիճակը։ Եվ հավատացեք, հետո երբ այցելուն գալիս է քիմիոթերապիայի ընթացքում կամ արդեն առողջացած, նշում է, որ դուք որ ասեցիք ես կհաղթեմ քաղցկեղին, ես այդ բառերը հիշելով պայքարել եմ եւ հաղթել եմ։ Շատ հոգեբանական կողմն էլ է շատ կարեւոր։ Բավական կարեւոր է հոգեբանական գործոնը, որովհետեւ երբ դու այցելուին վստահաբար բացատրում ես, որ դու առողջանալու ես, որ այժմյան բժշկությունը իզորու է հաղթահարել, ճիշտ է, բարդ փուլեր կարող ես անցնել, բայց հաղթահարելու ես, այդ խոսքերը ընդ որում մենք նորից եմ կրկնում, առաջինն ենք ստիպված դա հայտնելու, մխվում է այցելուի հոգեբանության մեջ, հիշողության մեջ եւ իրենք կամ պայքարում են կամ ընկճվում են, եթե սխալ մոտեցում ցույց տաս եւ սկսում են ընկնել փնտրտուքների մեջ, ձեր ասած ինքնաբուժման մեջ, սկսում են ինչ-որ բուսաբուժների դիմել, ես դեմ չեմ ոչ ավանդական բժշկության մեթոդներին, բայց դրանք կարող են լինել օգնող, ոչ հիմնական։ Եթե վիրահատության մասին եք խոսում, փաստորեն կյանքի որակ ամեն դեպքում հետ վիրահատական շրջանում հնարավոր է մի փոքր փոխվի, կամ դրական, կամ հակառակը։ Այստեղ մերձավորների ընտանիքի դերը որն է։ Ընտանիքը պետք է լինի կողքին։ Նախորդ օրը ունեի երիտասարդ աղջիկ, 30 տարեկան, ով պատրաստվում էր մեկնել Միացյալ Նահանգներ, ամուսնանում էր եւ պլանավորում էր հղիություն։ Հետազոտության ժամանակ գտանք հյուսվածքային գոյացություն, որի պատկերը անհանգստացրեց եւ մենք անցանք բիոպսիայի։ Բիոպսիան ցույց տվեց մեզ քաղցկեղի էլեմենտներ։ Այսինքն այստեղ մի իրավիճակ էր, երբ աղջիկը կանգնած էր ընտրության առաջ, ինչ անել։ Եվ ի ուրախություն ինձ, նախորդ օրը մայրիկը ինձ մոտ էր, իր ամուսինը իր կողքին է, իրենք անցնում են քիմիոթերապիա, կանցնեն բուժում, կառողջանան, կվիրահատվեն, կմեկնեն եւ կունենան իրենց երեխային։ Այսինքն ամեն ինչ հնարավոր է, պետք է ուղղակի ժամանակ, կարեկցանք եւ ուղղակի օգնել մարդուն, լինել քո մերձավորի կողքին, լինել քո կնոջ կողքին եւ ես կարող եմ ասել, որ այսօր մեզ մոտ գալիս են զույգեր եւ իսկապես տեսնում ես այդ կարեկցանքը, տեսնում ես օգնությունը եւ այն կինը, որը ունի իր կողքին այդ կարեկցանքը, շատ հաջողությամբ դուրս է գալիս այս իրավիճակից, որտեղ հոգեբանական գործոնը շատ կարևոր է քաղցկեղի հաղթահարման գործում։ Իսկ եթե քաղցկեղը հայտնաբերվում է հղիության ընթացքում, այդ դեպքում ինչ ունենում ենք դեպքեր քաղցկեղի հղիության ընթացքում եւ այս դեպքում եւս ի պատիվ մեր բժիշկների մենք ունենում ենք նորից կատարվում է բիոպսիա, որոշվում է ուռուցքի տեսակը եւ բնությունը այնքան խելացի է, որ պլացենտար բարիերը չի անցկացնում քիմիոթերապևտիկ պրեպարատները եւ կա պտուղ խնայող քիմիոթերապիա։ Անցկացվում է պտուղ խնայող քիմիոթերապիան, պտուղը հասնում է իր այն փուլին, որ հնարավոր շուտ ժամկետում կատարել ծննդալուծում, որից հետո այցելուն արդեն անցնում է հիմնական բուժմանը։ Մենք ունենք այդպիսի դեպքեր, որ հղիության ընթացքում պտուղին անցնի ինչ-որ
Չէ, այդ բարական չի լինում, ուղղակի հղիությունը, քանի որ հորմոնալ շատ ակտիվ իրավիճակ է, նպաստում է քաղցկեղի շատ ակտիվ ընթացքին։ Դրա համար մենք եւս հորդորում ենք մեր հղիներին, որ եթե ինչ-որ անհանգստություն ունեք ձեր կրծքում, խնդրում եմ դիմեք հետազոտության։ Ինչ վերաբերվում է վիրահատությունների տեսակներին, ինչպես այսօր մենք ունենք օնկոպլաստիկ վիրահատության մեծ հնարավորություն, երբ հնարավոր է գեղձի ամբողջ հյուսվածքը պահպանելով կրծքագեղձի մաշկը եւ պտուկը գեղձը ամբողջությամբ հեռացնել եւ միանվագ տեղադրել իմպլանտը, ներդիրը եւ կինը արթնանում է ոչ թե հեռացված հաշմված մարմնով, այլ արթնանում է ունենալով լիարժեք կրծքագեղձ։ Փոխարինված է ուղղակի սիլիկոնային ներդիրով։ Եվ կերակրող մայրերին ինչ խորհուրդ կարող ենք տալ, որ դեպքում դիմեն բժշկին։ Կերակրելու ընթացքում շատ ժամանակ այդ ցավերը կապում են երեխայի ուտելու պրոցեսի հետ, դժվարությունների հետ, որ ամեն ինչ կապում է երեխայի հետ։ Այո, լինում են դեպքեր, երբ կերակրման ժամանակ, օրինակ քաղցկեղային օջախին ասում են վրան ֆուրացիլին դրեք, սանրեք, սանրով տաք ջուր պահեք վրան, մեղր դրեք եւ այլն եւ այլն։ Կերակրումը դա մի փուլ է, երբ կրծքագեղձը կրում է ամենամեծ փոփոխությունը, որովհետև գեղձային հյուսվածքը գերաճած է, կաթնային ծորանները լայնացած են եւ կուրծքը կաթով լեցուն է։ Եվ այդ ժամանակ շատ հաճախ կաթի կուտակումները կարող են թաքցնել ուռուցքային process-ը։ Կարող է զարգանալ ուռուցքային process, որը անգամ բժշկի կողմից ընկալվի որպես կաթի կանգ։ Ընդհանրապես, եթե կա գանգատ, կլինի դա կոշտացում, կլինի կարմրություն, կլինի կապտուկ, դիմեք ընդհանրապես բժշկի, հասկանանք ներսում ինչ process կա, ըստ դրա արդեն վարումը կընթանա նորմալ։ Հազվադեպ են, նորից եմ կրկնում, հազվադեպ են եւ կերակրող մամաների մոտ քաղցկեղի երևույթը եւ հղիների մոտ, բայց հնարավոր է դա կանխարգելել, նորից եմ կրկնում, մինչև մայրանալը ունենալով կրծքագեղձի հետազոտություն։ Իսկ դուք խորհուրդ կտաք, որ կերակրելը դադարեցնելուց հետո մայրիկները անցնեն ամեն դեպքում հետազոտություն։ Կերակրման ժամանակ պրոֆիլակտիկ հետազոտությունների կարիք չկա, բայց դրանից հետո բայց կերակրելը դադարեցնելուց 4-ից 6 ամիս հետո կինը անցնում է իր նույն պրոֆիլակտիկ ծրագիրին, ինչը որ մինչև այդ ընդունված էր։ Այսինքն կինը լինի կերակրող, լինի հղի, լինի երիտասարդ թե հասուն, միևնույն է, ենթակա է հետազոտության։ Ըստ դուք ուղղակի դիմում եք ամեն տարի, ինչ որ անհրաժեշտ է, ըստ դրա արվում է։ 54 տարեկանից հետո, օրինակ, եթե նորմալ է ամեն ինչ, մենք ամեն տարի կամ 6 ամիսը մեկ չենք կանչում այցելուներին, կանչում ենք 2 տարին մեկ։ Բայց մանկածնական տարիքի խնդիր ունեցող կանանց կարող են կանչել 3 ամիս, 6 ամիս։ Օրինակ հղիներին մենք հրավիրում ենք, եթե մինչև հղիությունը օրինակ ունեն բարորակ գոյացություններ, մենք հրավիրում ենք իրենց, որպեսզի տեսնենք ինչ ընթացք են ունենում, որովհետև էլի բացառիկ դեպքերում բայց լինում է, երբ գոյացությունը սկսում է բուռն աճել, դա արդեն վկայում է process-ի ակտիվության մասին եւ մենք պարտավոր ենք խնդիրը քննարկել կրծքաբանի հետ։ Ընդհանուր մինչև վիրահատական միջամտություն հղիներին, եթե բիոպսիան դա թույլ է տալիս։ Եվ եթե ամփոփենք մեր հաղորդումը, չվախենալ, մոտենալ, դիմել հայ-ամերիկյան կենտրոն եւ հաստատ այնտեղ կգտնեն իրենց հարցերի եւ ցավերի պատասխանները, այնպես որ պետք չէ ուշացնել։ Բժշկուհի, եղել է դեպք, որ զղջացել եք, որ ընտրել եք այս մասնագիտությունը։ Չէ, որովհետեւ այս մասնագիտության շնորհիվ ես կարողանում եմ մենք ախտորոշող բժիշկներս կարողանում ենք ուղղորդել մարդկանց, կարողանում ենք Ինչու՞ ոչ, ասեք, որ կյանքեր եք փրկում։ Փրկել կյանքեր, բառից բուն եւ ամենաիսկական իմաստով, ընտանիքներ, որովհետեւ փրկելով մեկ կյանք, մենք փրկում ենք մեկ ընտանիք, մենք փրկում ենք, չգիտեմ, պետք է ուղղակի շնորհակալ լինել Աստծուն, որ կա հնարավորություն մարդկանց օգնելու։ Իսկ հայ-ամերիկյան առողջության կենտրոնում մենք դա ունենք։ Եվ հավատացեք մենք դա օրինակներ եք բերում ձեր կյանքից, դեպքերի մասին եք խոսել, կա դեպք, որը տպավորվել է եւ ինչ որտեղ ձեր մասնագիտության մեջ կամ ձեզ է փոխել կամ տպավորվել է 25 տարի է ես աշխատում եմ հայ-ամերիկյան առողջության կենտրոնում եւ ամեն օր ես միշտ սիրում եմ իմ օրդինատորներին, երիտասարդ բժիշկներին ասել, չկա օր, որ ես չզարմանամ եւ չկա օր, որ ես նոր բան չսովորեմ։
Շատ յուրահատուկ դեպքեր ենք ունեցել, բայց ամենածանր դեպքերը դրանք երիտասարդ չամուսնացած աղջիկների քաղցկեղներն են, հղիների եւ կերակրող մայրիկների քաղցկեղներն են։ Սկզբից շատ ծանր էի տանում, բայց հիմա, քանի որ առողջացումը կա, արդեն այդ էմոցիոնալ այդ ապրումները արդեն չկան, որովհետև ես գիտեմ, որ լուծումը կա։ Ունենք խնդիր, ունենք լուծում։ Ինչքան շուտ հայտնաբերենք խնդիրը, այնքան լուծումը ավելի հեշտ է եւ արագ եւ ավելի քիչ ֆինանսական, հոգեբանական եւ ժամանակային առումով։ Եվ դեղորայքային բուժման մասին մի քանի խոսքով։ Դեղորայքային բուժումը, որտեղ ժամանակները փոխվում են, արդեն ինչ որտեղ նոր տեխնոլոգիաներ, նոր դեղորայքներ։ Դեղորայքային բուժումը կարելի է բաժանել նայած ինչ խնդիր ունենք։ Օրինակ, դիսհորմոնալ վիճակների, մաստոպաթիաների ժամանակ կան շատ բադեր կամ բուսական ծագման պրեպարատներ, որոնք օգնում են չունենալ ցավ։ Օրինակ, մեր եվրոպացի գոլեգաները դեմ են, չեն սիրում օրինակ մաստոպաթիաների ժամանակ նշանակված դեղորայքին։ Բայց եթե հնարավոր է այդ բուսական պրեպարատը օգնում է կինը անցավ անցկացնում է այդ շրջանը, ինչու չօգնել։ Օրինակ մեր ռուս գոլեգաները շատ սիրում են մեծ A4 ֆորմատի թղթով մեծ բուժումներ են նշանակում։ Գիտեք, պետք է ուղղակի հասկանալ, ճիշտ մոտենալ, ունենալ բժիշկների թիմ։ Ես երբեք որպես ախտորոշող բժիշկ բուժում չեմ նշանակում, դա իմ կոմպետենտությունը չի։ Դրա համար ես խնդրում եմ մեր գինեկոլոգներին, էնդոկրինոլոգներին, կրծքաբաններին նայած ինչ պրոբլեմ ունի այցելում։ Ինչ վերաբերվում է ավելի բարդ պրեպարատներին, հանձինս քիմիոթերապիաներին, ապա այսօր քիմիոթերապևտիկ պրեպարատները այնքան մշակված, մտածված են, որ եթե օրինակ 2000-ականներին քիմիոպրեպարատի տոքսիկությունից կարող էր այցելուն մահանալ, ապա այսօր քիմիոպրեպարատ ստացող այցելուն կարող է գնալ աշխատանքի, կարող է լինել ակտիվ, դա իհարկե կախված է ուռուցքի տեսակից, բայց բժշկությունը առաջ է գնում եւ դեղորայքային այդ բիզնեսը բնականաբար շատ ավելի առաջ աճում է, պետք չի վախենալ։ Ուղղակի մի բան կխնդրեմ, պետք է վստահել բժշկին։ Եվ այն կանայք ում մոտ որ սկսում է դաշտանադադարը, ինչ խորհուրդ կտաք, ինչի վրա ուշադրություն դարձնել։ Դաշտանադադարը դա մեր կյանքում շատ կարևոր փուլ է, բայց դա չի նշանակում, որ կինը գնում է դեպի ծերացում, հնարավոր է շատ գեղեցիկ ծերանալ եւ առողջ ծերանալ։ Դրա համար կան մասնագետներ, հանձինս գինեկոլոգ էնդոկրինոլոգների, որոնք կարողանում են ճիշտ վարել այդ ընթացքը եւ օգնել կանանց այդ փուլը հաղթահարելու, որովհետեւ կանայք կան, որ այդ փուլում ունենում են շատ ծանր վիճակներ, ջերմահորդանք, քրտինք, ընդհուպ մինչեւ նյարդային բավականին լուրջ վիճակներ, անքնություն, որոնք կարելի է այդ բոլորը հանգիստ լուծել կոմպետենտ մասնագետների շնորհիվ, իհարկե նախորոք ունենալով կրծքագեղձի հետազոտության արդյունքներ։ Բժշկուհի, շատ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, հարցերը բավականին շատ են, ընթացիկ հարցերը առաջանում են, բայց մեր ժամանակը սահմանափակ է եւ կարծում եմ դուք էլ մեզ նորից հյուր կգաք, մենք այս թեմաների շուրջ կխոսենք, այնպես որ տեղեկատվությունը կարծում եմ ճիշտ տեղեկատվությունը պետք է ճիշտ հասու լինի հասարակությանը, որպեսզի իրենք արդեն ընտրություն անեն, որտեղ գնան դիմեն բժշկին, թե դիմեն էքստրասենսների, որոնք հիմա բազում են կարծես թե, այնպես որ եթե գանգատներ դիմում են հայ-ամերիկյան կենտրոն, չեն վախենում, ճառագայթում չկա, այնպես որ այդ միֆերը այսօր մենք դրանց մասին խոսեցինք եւ կարծում եմ փարատեցինք եւ ովքեր որ հարցեր ունեն, այդ հարցերը կգան եւ հարցերի պատասխանները կստանան ձեր կենտրոնում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ եւ ասենք, որ նրանք ովքեր սոցիալական խնդիրներ ունեն, ֆինանսական խնդիրներ ունեն, ավելի շուտ կարող են հանգիստ դիմել, որտեղ հայ-ամերիկյան կենտրոնը ունի նաև աջակցության ծրագիր, նաև լինում են անվճար բուժզնումներ, այնպես որ նույնիսկ այդ պահը թող նրանց ետ չպահի ձեզ դիմելուց։ Սկրինինգային ծրագիր կա այսօր, որի մեջ նաև հայ-ամերիկյան առողջության կենտրոնն է, իրենք դիմում են իրենց առաջին ուղղակի բժիշկներին եւ ունենում են հնարավորություն անվճար մամոգրաֆիա անցնելու։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։